Պարոն Մինասյան, քարոզարշավը մոտենում է ավարտին, ձեր դիտարկումները ինչպես անցավ այս ընթացքը եւ ինչ ակնկալիքով եք մարտի 30-ին գնալու ընտրության։ Ակնկալիքները շատ մեծ են, որովհետեւ Գյումրեցուց ստանում եմ հետ շատ մեծ ջերմություն, վստահություն, որը ինձ էլ ավելի է ոգևորում, պարտավորեցնում, շատ շնորհակալ եմ մեր համաքաղաքացիներին շատ այդ ջերմ անմիջական ընդունելության համար եւ այս առումով ասեմ բավականին մենք գիտակից քաղաքացիներ ունենք եւ վստահ եմ բարձր մասնակցություն են ցուցաբերելու նաեւ խնդրում եմ որ անտարբեր չլինեն մեր երեխաների ապագա 5 տարիները որոշելու են գյումրեցիները եւ այստեղ անմասն մնալը անտարբեր մնալը շատ սխալ է Փաստորեն բոլոր ուժերը ձեր դեմ են միավորվել, հայտարարում են, որ միասին կոալիցիա կկազմեն, բայց ձեր հետ ոչ ոք չի միավորվի, սա ձեր կարծիքով ինչ զարգացումների կարող է բերել, կարող եք միայնակ ապահովել մեծամասնություն։ Ես միանշանակ մենք գնում ենք 50+ ձայներ տոկոս հավաքելու, քանի որ իրենք հայտարարել են 8-1-ի դեմ, ես մեր քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում ասում եմ, որ Գյումրեցին ինձ մենակ չի թողնելու, 8-1-ի դեմ չէ, այս պարագայում իմ թիկունքին գյումրեցիներն են եւ այս լավ բալիկները, ամեն օր երեխաներից նամակներ եմ ստանում անձնական, առիթ կլինի կհրապարակեմ, այդ ջերմությունը, այդ վստահությունը ինձ ներշնչել է գյումրեցին եւ այս գյումրեցուն հուսախաբ չեմ անելու Պարոն Մինասյան, այսօր նաև հայտարարություն տարածվեց, որ ձեր ընդդիմախոսների, ընդդիմադիրների շտաբներում գործողություններ են իրականացվել եւ առերևույթ կաշառք բաժանելու դեպքեր են արձանագրվել, նաև Մարտուն Գրիգորյանի ընտանիքի անդամներն են ձերբակալվել։ Կուզեի ձեր մեկնաբանությունը լսել, հատկապես երբ մեղադրում են ձեզ են բանում, որ ընտրություններից 3 օր առաջ իշխանությունը բռնաճնշումների է գնում, սա իրենց խոսքերն են մեջ բերում։ Տեսեք, բոլոր գիտակից քաղաքականությունից, քաղաքական պրոցեսներից հասկացող մարդիկ վստահ եմ համոզված եմ, որ այս ամեն ինչը բացարձակ ձեռնտուն չէր հենց ինձ։ Բայց եթե իրավապահ համակարգը ունեցել է տվյալներ, հրապարակվել է ձայնագրություն, որտեղ խոսում է ընդրակաշարքից, մեր երեխաների ապագա 5 տարիները որևիցե կերպ այն մարդիկ ովքեր կփորձեն գումարով, կաշառքով, չգիտեմ ինչով գողանալ մեր երեխաների ապագա 5 տարիները միանշանակ պատժվելու են։ Մարտուն Գրիգորյանի հետ կապված ասեմ, որ որքան էստեղ է կացա, որովհետև Մարտուն Գրիգորյանը նաև մեր ընտանուր մենք ընկերներ ունենք, իմ համաքաղաքացին է, ես իրեն որպես որդի եւ որպես հայր հասկանում եմ իր էմոցիոնալ ելույթը, հասկանում եմ իրեն, ամենաշատը շահագրգռված եմ ոչ պակաս իրենից արտար համակողմանի իրավական գործողություններին, այդ պրոցեսը սկսվել է 1 շաբաթ կամ 10 օր առաջ Դանիել Իոնիսյանի տված հայտարարության հիման վրա, որի հետ ես Սարիկ Մինասյանը եւ մեր նախընտրական շտաբը բացարձակապես կապ չունի եւ այն մարդիկ, ովքեր փորձում են սուտ սատարել Մարտուն Գրիգորյանին եւ քաղաքական հայտարարություններ են արել, այսպես բռնել տալ չգիտեմ ինչ, իրենց քաղաքական հոր Սերժ Սարգսյանի ոստիկանապետ Վովա Գասպարյանի խոսքերով ասեմ, թող այդ մարդիկ կողմնորոշվեն, կողականեն, թե պատգամավոր։ Ես քաղաքական գործիչ եմ, ես նաև Գյումրու բնակիչ եմ, ինձ գյումրեցիները ճանաչում են, այդ առումով որևիցե առնչություն չկա, ամեն ինչ կպարզվի, Մարտուն Գրիգորյանը մեր համաքաղաքացին է, մենք ասեցի, ընդհանուր ընկերներ ունենք, որևիցե նման բան չի կարող լինել։ Եվ կխնդրեմ ձեր պարզաբանումը համացանցում տարածված մի տեղեկության հետ կապված, որտեղ նշվում է, որ ձեր կինը որպես միայնակ մայր 3 երեխաների համար նպաստ է ստանում, ձևակերպումն այսպիսին էր այն դեպքում, երբ բազմաթիվ նպաստառուների դուք կտրել եք նպաստել։ Ուրեմն բոլոր գյումրեցիները կվստահեցնեն, որ ես այն մարդն եմ, այն սկզբունքի տեր մարդն եմ, որ նման
չգիտեմ ինչպես ասեմ, նման քայլի երբեք որևիցե դեպքում չի կնա։ Ասեցի, որ մեր շտաբը եւ ես որևէ իրավական գործընթացի հիմք տվող հայտարարություն չենք արել, բայց ես խնդրել եմ մեր շտաբի խոսնակին հարցում է արել պատկան մարմիններին, հրաբարակվելու է իմ ամուսնության վկայականը, դա մեկ փաստ, որ այդ կեղծարարը, ով արդեն իմ ընտանիքի անդամների անուն են տվել, որևիցե կերպ չեմ ներելու այն մարդկանց, ովքեր մտել են անձնական դաշտ, փորձել են տալ իմ ծնողի անունը, իմ կնոջ անունը, այդ մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու անձնական օրենքի շրջանակներում, շատ խիստ դատարանից միշտ հեռու եմ եղել, բայց ասում եմ, այդ մարդը ամենախիստ ձևով պատժվելու է նման զրպարտություն անելու համար։ Ես կհրաբարակեմ ամուսնության վկայականը, մենք ամուսնացել ենք, 3 երեխաներս իմ անուն են կրում որպես հայրանուն, իմ ազգանունն են կրում, նման լկտի այս օրերին հասել է վերջին օրերը եւ փորձել մեր ընտանիքներին կպնել, սա սազական չի ոչ մի գյումրեցու, ես որևիցե մեկի անձնականին, անունին որևիցե կերպ չեմ անդրադարձել, իմ, ինչպես ասեցի, անցած ճանապարհը Գյումրիում ապրած տարիները իմ դաստիարակությունը թույլ չի տալիս, բայց տվյալ անձնավորությունը, ով սեփական մորը թողել է ծերանոցում եւ այդ կինը մահացել է ծերանոցում, փորձի մտնել իմ ընտանիք, ինքը շատ խիստ պատասխանատվության է ենթարկվում։ Նաեւ այդ մարդուն, այսպես ասեմ, վարձատրողները այդպիսի տվյալներ ունեմ, ուրեմն իրենք ոչ պակաս պատասխանատվության են ենթարկվելու, քան այդ լավ չասեմ ով։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան, Սարի պես Գյումրու թիկունքին։ Քաղաքացիական պայմանագիր, քվեաթերթիկ համար 1